Դուք երբ պարոն Ղազենյանը հարցադրումներ ներկայացնում 135 ձայնի վերաբերյալ համեմատականը բերեցիք 2023 թվականի Երևանի ավագանու ընտրությունների, այստեղ մեկ էական տարբերություն կա, ԿԸՀ-ն անբավեր չէր ճանաչել մի ընտրատեղամասի արդյունքները, որի արդյունքում քաղաքացիական պայմանագիրը զրկվել էր այդ ձայներից։ Ձեր կենսագրությունը ներկայացնելու շրջանակներում պարզվեց, որ դուք նաև դիտորդական առաքելություն իրականացրել եք։ Գիտեք, դիտորդական առաքելություն ընտրությունների իրականացման մեկ անձ կա, որը բավականին մեծ հանրային ճանաչում ունի, որպես իրավապաշտպան էլ ներկայանում է։ Ես գնահատողական դատողություն չեմ ներկայացնի, ուղղակի ուզում եմ իմանալ, արդյոք դուք իր հետ իրականացրել եք նման գործունեություն, թե ոչ, առնվազն Սահմանադրական բարեփոխումների խորհրդում համատեղ անդամ եք Դանիել Իովաննիսյանի մասին։ Խնդրեմ այդ մասը կնշեք, ես այնուհետև վերջում մի հարցադրում էլ կընդգծեմ այդ մասով, բայց հիմա անդրադառնամ բուն հարցերի։ Տիկին Ջուլակյան, ձեր պատկերացմամբ, եթե անձը նախկինում չարատավորված է եղել եւ մեղադրվում է միջին ծանրության ենթադրյալ հանցանքի մեջ, արդյոք չպետք է արգելվի ընդհանրապես կալանքը որպես խափաման միջոց ներկայացնելու միջնորդության ինստիտուտը, եթե չկա որևէ փաստական տվյալ ոչ պատշաճ վարքագծի, խնդրեմ ասեք ձեր պատկերացումը։ Երկրորդ հարցադրումը, արդյոք չպետք է ՀՀ օրենսդրությամբ ընդհանրապես արգելվի որոշակի ժամանակահատված քաղաքական պատկանելիություն ունեցող անձի հնարավոր նշանակումը անկախ սահմանադրական մարմիններում։ Եվ եթե օրինակ համաձայն եք, արդյոք դրան հետադարձ ուժ չտրվի։ Ու իդեպ, երբ ասում եմ անկախ սահմանադրական մարմիններ, ի նկատի ունեմ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ի նկատի ունեմ սահմանադրական դատարան, այս տեսանկյունից խնդրեմ ձեր պատասխանը, մեկ էլ դուք նշել էիք ձեր բացման խոսքում դատական ակտերի կանխատեսելիություն։ Դատական ակտերի կանխատեսելիությունը Պարոն Վարդևանյան, ժամանակն անցել է, որ արդեն 6-րդ հարցն եք տալիս։ Համեցեք Տիկին Ջուլակյան։ Ես փորձեցի նշել հնդածս, իհարկե, թե ինչ-որ բան բաց թողեմ, խնդրում եմ արձագանքի տեսքով ասել։ Ես սկսեմ ձեր վերջին հարցից, արդյոք պետք է արգելվի քաղաքական գործունեություն իրականացնած անձանց զբաղեցնել պաշտոններ անկախ մարմիններում։ Ես կարծում եմ, որ այդ պրակտիկան լավը չէ եւ մենք նաեւ քննարկում ենք հիմա կոնկրետ պաշտոններում cooling off period սահմանելու ներողություն, որ անգլերեն, բայց քանի որ դուք շատ եք սիրում անգլերեն այստեղից բառակապակցություններ ասել, դրա հայերեն տարբերակը այս պահին մտքից չեկավ, դրա համար օգտագործեցի, որոշ պաշտոններում այդ cooling off period-ը սահմանելու համար նախքան անկախ մարմիններում նշանակում է։ Այս պայմանությամբ դեռևս մենք չունենք նախագիծ դրա հետ կապված, բայց ես կարծում եմ, որ այո, մենք այդ ճանապարհով պետք է գնանք, բայց նաև պետք է հստակ մենք ձևակերպում տանք, թե այդ քաղաքական գործունեության իրականացում ասելով մենք ինչ ենք հասկանում, դա կուսակցական գործունեություն է, թե օրինակ անձը, որը զբաղեցրել է քաղաքական պաշտոն, բայց չի եղել որևէ կուսակցության անդամ, օրինակ նախարարի տեղակալ աշխատած մարդը նույնպես այդ պահանջին պետք է ենթարկվի։ Հետևաբար կարծում եմ, որ մենք գալիք 5 տարիների ընթացքում հնարավորություն կունենանք այս հարցը քննարկել եւ նաեւ նախագծի տեսքով դա ընդունել։ Ես կարծում եմ, որ այո, դա է ճիշտ ճանապարհը, որ անկախ մարմիններում քաղաքական գործունեություն իրականացրած անձինք անմիջապես քաղաքական գործունեությունը դադարեցնելուց հետո չնշանակվեն։ Հետադարձ ուժի հետ կապված կարծում եմ ինքներդ գիտեք, որ մեր սահմանադրությունը առանձնապես լավ չի նայում հետադարձ ուժ տալու գաղափարին, հետևաբար ես չեմ կարծում, որ դա լավ գաղափար է, բայց իհարկե կարող ենք քննարկել պարոն Վարդևանյան, այդ թվում եւ նոր սահմանադրության շրջանակներում, ինչ վերաբերում է Ես ճիշտ հասկացա ձեր հարցը, ասում եք, արդյոք ես Դանիել Իովաննիսյանի հետ դիտորդական առաքելություն իրականացրել եմ, թե ոչ, ես Դանիել Իովաննիսյանի հետ դիտորդական առաքելություն չեմ իրականացրել, ես այո, եղել եմ դիտորդական քաղաքացի դիտորդ նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ եւ վերապատրաստել եմ դիտորդներին։ Բացառապես, իսկ Դանիել Իովաննիսյանը չի եղել այդտեղ դիտորդ եւ նրա հետ այդ շրջանակներում ես առնչություն չեմ ունեցել, բայց Դանիել Իովաննիսյանը իրավապաշտպան գործունեություն է իրականացնում տարիների վեր Հայաստանի Հանրապետությունում, ես նույնպես իրականացրել եմ նախքան քաղաքականություն, ակտիվ քաղաքականություն մուտք գործելը եւ բնականաբար նրա հետ ծանոթ եմ։ Եվ նաև շատ օրենսդրական նախագծեր, այդ թվում եւ սահմանադրության նախագիծը մենք նրա հետ միասին քննարկում ենք։ Ինչպես նաև քաղաքասարակության շատ այլ անդամների հետ։ Արձագանք։
Շնորհակալ եմ։ Այդ դեպքում հաշվի առնելով, որ առնվազն բացասական որևէ պատկերացում իրավապաշտպան գործունեություն ունեց իրականացնող անձի վերաբերյալ Դանիել Իոնիսյանի չունեք, բայց այդ դեպքում երբ ինքը հրապարակավ գտնում է, որ ԿԸՀ-ն պայմանականորեն պետք է պարտադիր նշանակեր վերաքվեարկություն, օրինակ ի հակադրում տիկին Մարիա Կարապետյանի կարծիքի, դուք որևէ գնահատական այդ մասով չնչեցրեցիք, այսինքն իդեպ հետաքրքիր հանգամանք է, վարչական դատարանի վճիռ կա դրա վերաբերյալ, կա նաև ձեր հենց սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամի կարծիք դրա վերաբերյալ, բայց դա այդպես էլ չի իրականացվում։ Խնդրեմ նաև անդրադառնայիք Կալանքի հետ կապված հարցին, միջին ծանրության ենթադրյալ հանցանքների, որովհետև օրինակ տիկին Մաթևոսյանի, տիկին Յոլյանի, այլ գործընկերների հարցադրումների պատասխանը դրանով ընդհանրապես կլուծվի, խնդիրը ընդհանրապես կլուծվի եւ դրա չլուծումն էլ հենց քաղաքական հետապնդման տարերի հանգեցնող է։ Իդեպ ամփոփելով 10 վայրկյան, երբ դուք ընդգծեցիք, որ կանանց կարգավիճակով պայմանավորված տարբերակված մոտեցում չպետք է լինի, Հայաստանի վճռաբեկ դատարանը 2 տարի առաջ նախադեպային որոշում դրա վերաբերյալ կայացրել է հատուկ կարգավիճակ շնորհելով հենց կանանց։ Շնորհակալ եմ, պարոն Վարդավանյան, սկսեմ վերջից, կարծում եմ ես կարող եմ երբեմն չունենալ համաձայնություն դատական ակտերի որոշ մասերի հետ կապված։ Կարծում եմ այդ իրավունք ունեմ, ինչպես եւ դուք լինում է պատահում է, որ դատական ակտերի մի մասը ձեզ դուր է գալիս այդ թվում սահմանադրական դատարանի որոշումների, մի մասի հետ դուք համակարծիք չեք լինում, դա շատ նորմալ է։ Վարչական դատարանի վճռին ուրախ եմ, որ անդրադարձաք։ Ես ձեզ պետք է հիշեցնեմ, վստահաբար դուք հիշում եք, բայց այստեղ խոսելից այդ մասին չեք դուք բարձրաձայնում, այդ օրը մեկ վճիռ չի կայացվել վարչական դատարանում։ Նույնանման հանգամանքներով պայմանավորված երկու գործ է եղել, երկու տարբեր դատավորների մոտ եւ երկու վճիռներ են կայացվել, տարբեր, չէ՞։ Տարբեր։ Մեկ դատավորը ասել է, որ իր կարծիքով պետք է տեղ ունենա սա, չնայած որ ինքը օրենք մեկնաբանելու լիազորություն չունի, որպես այդպեսին սահմանադրական դատարան չի, որ ասի գիտեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը իմ կարծիքով պետք է անի սա, չնայած այդ բանին ես հայցը կմերժեմ։ Մյուս դատավորը նման բան չի ասել։ Հիմա այս հարցը ո՞նց ենք լուծում։ Այսինքն եթե մենք ունենք մեկ վճիռ, դուք այստեղից ասեք, սենց բան է ասվել, ես դեռ միտեղ կարող եմ հասկանալ, չնայած դա սահմանադրական դատարան չի եւ ավարտեք։ Կանդրադառնամ։ Հարգելի գործընկերներ, դուք կարող եք իհարկե ձեր հատկացված հարց տալու ժամանակ օգտագործել եւ պատասխանողին տղավալ դեպքում